Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք քննարկել օրվա թեման, Իրանի շուրջ այս իրադարձությունները, պատերազմը, որը Իսրայելի և Միացյալ Նահանգների կոալիցիան է համատեղ ուժերով վարում, շարունակվում է արդեն 16-րդ օրը, և ահա այս համատեքստում նոր շրջափուլ է սկսվում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, Հայաստանի վարչապետը երկրորդ անգամ այցելում է Ստրասբուրգ և երկրորդ անգամ ելույթ ունենում Եվրոպարլամենտի լիագումար նիստում, ինչը շատ քիչ ղեկավարների է հաջողվել Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների և այդ ելույթում անդրադարձել է նաև պատերազմի և խաղաղության հարցերին։ Այս ամենը շաղկապված է թե ներքին քաղաքականության, թե արտաքին քաղաքականության հետ, խոսվեց այն մասին, որ Ադրբեջանի հետ պրոցեսը շարունակվում է և պետք է շարունակվի, Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությամբ, խոսվեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին, ով որպես վկա ստորագրեց օգոստոսի 8-ի համաձայնությունները, և ներսում արդեն կառավարության նիստից հետո տեղի ունեցած այդ ճեպազրույցի ժամանակ, խոսելով TTIP-ի մասին, վարչապետն ասաց, որ Իրանում պատերազմով պայմանավորված այդ աշխատանքներում կարծեք թե ինչ-որ դանդաղեցում կա, ամերիկյան կողմը զբաղված է պատերազմով։ Եվ իհարկե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էլ մի կարևոր տարր մտավ այն, որ Իրանով Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ վտանգված է, Հայաստանն առաջարկեց հենց իր տարածքով Կորնիձորից Երասխ այդ ճանապարհը օգտվել Նախիջևանի մատակարարումները չդադարեցնելու համար, հենց այսպես բարիկամքի դրսևորում, որպես Ադրբեջանը այս պահի դրությամբ անարձագանք է թողել դրան, սակայն զուգահեռաբար Անտոնիո Կոշտան էր գտնվում Բաքվում այդ Ստրասբուրգյան այցի օրերին և Ալիևը Կոշտայի հետ այդ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի հետ խաղաղությունը թղթի վրա չէ, այն արդեն կա և այն ընդմիշտ է։ Փորձենք այս ամենը հասկանալ, համադրելով ներքին և արտաքին զարգացումները, իսկ մենք այս ամենը քննարկում ենք, ուզենք թե չուզենք, նախընտրական համատեքստում։ Եվ ահա այս նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրը Միացյալ Նահանգներից է, միացել մեզ տեսակապով Թեքսաս նահանգից Դավիթ Պետրոսյանը, ով հետազոտող է Ջորջ Բուշի անվան այդ հանրային քաղաքականության կենտրոնում և համահիմնադիրն է արտաքին և անվտանգային քաղաքականության Երևանյան կենտրոնի։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, ես եմ շնորհակալ։ Դե ինչ, պարոն Պետրոսյան, մենք ունենք մի իրավիճակ, որը պայմանավորված է հենց այն զարգացումներով, որոնք տեղի են ունենում մեզանից հարավ, 16-րդ օրն է, ինչ ընթանում է պատերազմը Իրանի շուրջ և այն չի կարող չազդել մեր օրակարգերի վրա, թե ներքին, թե արտաքին, համեցեք։ Այո, այս վերջին ժամանակի իրադարձությունը հատկապես
Ամերիկա-Իսրայելի կողմից իրեն պատերազմը ցույց են տալիս, թե ինչքանով են մեր անվտանգությունը շատ այլ process-ներ փոխկապակցված համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացների հետ, ցույց տալով, որ մենք կարիք ունենք բացահայտել մեր դիմադրողականությունը, ունենանք գործունեության տարբեր սցենարներ, որպեսզի միտեղ մի բան փոխվի, դա ամբողջովին մեր վրա չազդի։ Հիմա Ամերիկայի ու Իսրայելի կողմից իրեն դեմ պատերազմը մի փուլում է գտնվում, երբ որ բաց արդեն խոսում է, որ պատերազմը կարող է երկարել, հստակ մենք կարող ենք տեսնել, որ Ամերիկան իր հաշվարկներում այնքան էլ ճշգրիտ չէր սկզբից ու իմ կարծիքով նրանց մոտ եղել է հետախուզություն, որ ռեժիմը այժմ թույլ է, հատկապես կապված ցույցերի հետ ու այդ ժամանակը կարելի է օգտագործել։ Կարող է նման ինֆորմացիա նաև իսրայելական կողմը տրամադրած լիներ, այսինքն հետախուզության, տեղեկատվության խնդիր իմ կարծիքով եղել է։ Մյուսը իմ կարծիքով հավելյալ ինքնավստահություններ Վենեսուելայի հաջող օպերացիայից հետո տպավորություն կա, որ այդ նույն մեխանիզմը կարող է աշխատել Իրանի պարագայում։ Ու չնայած ամերիկյան կողմը տակտիկական, օպերատիվ մակարդակում, նաև քաղաքական իրական հաջողում է, սակայն մենք տեսնում ենք, որ խնդիր կա ռազմավարական նպատակով, այսինքն միջոցները նպատակի հետ կապել, այսինքն այն գործողությունները, որոնք իրականացվում են, այսինքն ավիահարվածները հիմնականում, դրանք բավարար չեն փաստորեն ռեժիմի փոփոխության հասնելու համար։ Ու պատմությունը այս առումով իրական մեզ համար ինչքանով է կարևոր, որ պատմությունը ցույց է տվել, որ ավիահարվածներով երբեք ռեժիմի փոփոխություն կամ նույնիսկ պարտություն չի եղել, հիմնականում ցամաքային զորքեր պետք է ներխուժեն ու 45 թվականից մինչև այդ մենք տեսնենք, ու հենց ամերիկյան գրականություն սա շատ լավ կա։ Սակայն սա ցույց է տալիս, որ որոշումների կայացման process-ը, այսինքն ինֆորմացիան հաշվելու, վերլուծելու եւ որոշում կայացնելու, եթե լավ տեղի չի ունեմ, կարող են խնդիրներ առաջանալ։ Մենք նաև տեսանք, որ տարածաշրջանի հետ կապված հետագիր process-ներ եղան, ու կասկած սա էլ մենք պետք է հասկանանք, ինչպես արձագանքեց Ադրբեջանը, ինչպես արձագանքեց Թուրքիան, Իսրայելը ինչպիսի նպատակներ ունի, ու ստեղ իմ կարծիքով իհարկե շատ լավ է, որ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի միակ երկրներից, որը ուղիղ չի ներքաշվել այս պատերազմից, ոչ մի բան մեր մոտ չի թիրախավորվել, ու սա հաստատ նաև լավ դիվանագիտության շնորհիվ է, սակայն մենք պետք է տեսնենք, թե ինչ process-ներ են տիրում, եթե տարածաշրջանի բալանս փոխվի, դա չի կարող մեր վրա չազդել։ Կարծիքով այս առումով մենք պետք է ուշադիր լինենք։ Իսկ հետագայի մասով հիմա իրավիճակը այնպիսի մի փուլ է մտել, որ նույնիսկ հնարավորվում է սցենար ցամաքային զորքեր մտցնելու, որտեղ Իրանը հնարավորություն ունի էսկալացիան իրական թե հորիզոնական, թե ուղղահայաց բացացնելու համար, ունեն իրենք միջոցներ տանելու, Ամերիկան ռեսուրսներ ունի, սակայն խնդիրը ստեղ այն է, որ եթե Իրանի համար սա էգզիստենցիալ պատերազմ է, հատկապես ռեժիմի համար, որտեղ պարտությունը կնշանակի նաև ռեժիմի ոչ մեծ իմաստով, բայց հաստատ առնվազն կթուլանա ռեժիմը, իսկ պարսկաստանում սա տարբեր հետևանքներ կարող դա ունենա, դա մենք պետք է պատասխանենք։ Ամերիկայի համար սա նույն արժեքը չունի, բայց Իսրայելի համար ունի։ Այսինքն այստեղ խնդիրը բավականին բազմաշերտ է, պետք է հետևենք, տեսնենք իրադարձությունները ոնց կզարգանան։ Պարոն Պետրոսյան, այս ֆոնին, այս պատերազմի ֆոնին Հայաստանի վարչապետը այցելեց Ստրասբուրգ եւ խոսեց պատերազմի եւ խաղաղության մասին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասին, խոսեց Հայաստանում առկա պատերազմի կուսակցության մասին, որպես այդպեսին ներկայացնելով նաեւ այն սեգմենտները, որից այն բաղկացած է, նշելով Ռուսաստանաբնակ օլիգարխին, բելառուսամետ օլիգարխին, նախկին նախագահներին, հոգևորականության որոշակի սեգմենտին եւ այլն։ Եվ ըստ Հայաստանի ներսում էլ կա, այսպես ասենք, այսպիսի խաղաղության եւ պատերազմի այսպես բազմաշերտ
դիսկուրս ներսում ակնհայտ է որ այս ֆոնին նաև տեղի է ունենում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների այսպես գնահատում եւ ապագայի տեսլականների բախում, հա, այսպես ասենք, ընդհանուր մինչև միութենական պետություն մտնելու հրամայական եւ այլն։ Դե նաև իհարկե Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումներն էլ ոչ միայն չեն դադարում, այլև գնալով ուժգնանում եւ ավելի անբարոյական են դառնում ինֆորմացիոն դաշտում։ Համաձայն ձեր գնահատականը այս ամենին։ Այո, իմ կարծիքով հենց անասկրից մի բան եմ ցանկանում նշել, իրական այդ պատերազմի խաղաղության մասին այդ երկընտրանքի ձևավորումը իմ կարծիքով պետք է վերլուծենք ընդհանրապես այդ տերմինը, ինքը իրական կա այդպես թե չէ, ունենք մենք իրական նման բաներ, թե ինքը ներքաղաքական դիրքավորման հետևանք է, ու ես ինձ մի քիչ իրական հիշեցնում եմ 97-98 թվականների ներքաղաքական իրավիճակը, որ ես որ կարծում եմ, որ ոչ միայն հենց խնդիր պատերազմի եւ խաղաղության միջև եղել, այլ խնդիր եղել է իշխանություն վերցնելու։ Ուղղակի դա ներկայացվել այդ քողի ներքո։ Ու ես կարծում եմ, որ Հայաստանում այժմ ուժ չկա, որ կողմը պատերազմի։ Միգուցե նրանք այսինքն ժողովուրդը նախ կողմ չէ, դեռ նրանք չեն կարող դա ասել։ Ժողովուրդը ուզում է խաղաղություն, սա պարզ է։ Ուղղակի խնդիրը այն է, որ այն խաղաղությունը, որ իշխող ուժ ասում է խաղաղության մենք հասել ենք, այս ժողովուրդը ոչ ամբողջովին դրան է հավատում ու այն մյուս ուժերը փորձում են դա օգտագործել։ Հիմա այսինքն ստեմ կասկածը խնդիրը պատերազմ եւ խաղաղություն այդպես ներկայացնելն է, թե որպեսզի այդպես լինի, պիտի լինի ոչ ոք կոնկրետ մի զանգված Հայաստան ցանկում է գնալ պատերազմը եւ կուսակցություն կա, որ ասում է հենց մենք ընտրվենք, մենք օրինակ ռազմական ճանապարհով օկուպացված 10-ը պետքա վերցնենք։ Ոչ մեկ հələ որ նման բան չի ասել, հələ հակառակը իրանք ասում են ավելի լավ խաղաղություն կբերենք, կամ էս կանենք, կամ մենք կանենք, ուզում ես շատ կարևոր է։ Հիմա իհարկե այդ ուժերը պետքա փորձեն այս թեման այնպես օգտագործել, որ իրենց նախընտրական վիճակում ավելի շահավետ վիճակում լինեն, բայց մենք պետք է փորձենք վերլուծել իմ կարծիքով հասկանալ իրականում ինչ կա։ Իսկ իրականում իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Եվրոպայում Ռուսաստանի հետ կապված վախերը շատ հստակ են, որտեղ այդ նույն հիբրիդային պատերազմները, ընտրությունների մեջ ներթափանցելը, covert քողարկված գործողություններ անելը հատուկ ծառայությունների կողմից Եվրոպան մեզպես իր մաշկի վրա դա զգում է։ Այո։ Սակայն ես մի բան չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ունենք Եվրոպան պետք է հասցեագրի հայկական եկեղեցու խնդիրը, ռուսական գործարարների խնդիրը, բելարուսամետ գործարարի կամ ռուսամետ գործարարի։ Ինչ պետք է անի Եվրոպական միությունը այս առումով։ Սա մեր խնդիրներն են։ Սա մեր խնդիրն է, սա պետք է լուծենք մենք հիմա 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ 18-ից հետո իրենք բավարար, ասենք խիստ չեն եղել, այսպես ասած, ու թույլ են տվել, որ այդ ուժերը մնան քաղաքական դաշտում։ Հիմա 5 տարի անցել այդ նույն ուժերը կան։ Ու այն խոսակցությունը, որ օրինակ ազգային ժողովի պատգամավորները ունենում են լայվերով միակողմանյա շփումներ, որ ժողովրդի մասնակցությամբ այդ ուժերը չպետք է լինեն պարլամենտում, սա ուղղակի անլուրջ է։ Ուրիշ բառ չեմ կարող ասել, այդ ուժերը լինելու են պարլամենտում ու եթե ԿՊ-ն իմ կարծիքով կլինի Ռոբերտ Քոչարյանի ուժը, կլինի Սամվել Կարապետյանի ուժը, կլինի իմ կարծիքով Բարգավաճ Հայաստանի, այսինքն մենք ունենք 3 պրոռուսամետ կամ ինչպես ես նույնիսկ պրոռուսական չեմ կարող անվանել, որտեղ ինչ-որ պրո լինելու համար դու պետք է ինքնիշխան լինես, ես չեմ կարծում, որ իրենք ինքնիշխան ուժեր են, այսինքն չեմ կարող լրիվ ասեմ ռուսական ուժեր, որտեղ ամեն դեպքում Հայաստանում գրանցված ինչ-որ հետաքրքիր մուտացիա կա տեղ, բայց պրոռուսական նույնիսկ չեմ կարող ասել, էլի։ Հիմա այստեղ խնդիրը հետևյալն է, որ ինչ է արել իշխանությունը այս առումով, ժողովուրդը ինչ եմ ես ցանկանում ֆիքսել, ժողովուրդը քաղաքացիական հասարակությունը, Հայաստանի ինքնիշխանության կողմ ուժերը ամեն ինչ անում են։ Ամեն ջաներ ազգով նկատում եմ ընտրում են ընտրությունների ժամանակ խոսում են այս ամեն ինչի մասին, հանրային աջակցություն են ստեղծում, օրինակ Եվրաքվե նախաձեռնությունը, ասենք, լավ օրինակ է, որ ինչպես կարելի է հստակ գործ անել, հստակ օգնություն տալ, ասել հեսա։
մենք արել ենք աշխատանք, կարող սա օգտագործել։ Բայց բանը կա, որ պետք է անի իշխանությունը, ու դեղ ոչ ժողովուրդը կարող է ինչ-որ բան, ոչ Եվրամիությունը։ Հիմա փաստացի այս ուժերը կան, գրանցել են կուսակցություններ, Գագիկ Ծառուկյանը արդարացվեց, նշվեց, որ ինքը գաշարքի հետ կապ չունի, մասնակցում են հանրություններին, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված 2017-ի ընտրությունները լրիվ ազնիվ ա եղել, չէ՞։ Այո, 2017-ի ընտրությունները լրիվ ազնիվ են եղել, փաստորեն պարոն Ծառուկյանի հետ կապված միայն կաշառքի հետ կապված խնդիր ա եղել, ուրիշ ոչ մի խնդիր չկա, ու արդար գործունեությամբ է նա զբաղվել, արդար ճանապարհով հավաքել այդ բոլոր միջոցները, կուսակցությունն էլ ոչ մի հակաօրինական բան չի արել, այժմ կարելի է հանգիստ մասնակցել ընտրությունների։ Կարապետյան Սամվելի մասով նույնն է, իշխանությունները բողոքում են, ասում են ռուսական ուժերը, բայց Կարապետյան Սամվելի հեղինակությունը գնալով բարձրանում է, քանի որ ավելի շատ մարդիկ են մոտենում իրենց գումարները հանգիստ Հայաստանում ծախսում են, հանգիստ տարբեր ճանապարհներով, այդ գումարները մենք այդ չգիտեմ Ռուսաստանից ավտոբուսներով մարդ են բերում, բան այդ Ռուսաստանի հետ կապված մի քիչ process-ները հիմա խոսակցություններ են, կուզենք որ փաստել են, ես առանց մկրակ չկա ծուխ կամ հակառակը, բայց Հայաստանում են իրանք հստակ գումարներ ծախսում, հստակ, օրինակ ես խոսակցություններ գիտեմ, որ ավտոբուսների վարորդներն ուղղակի գումար են տալիս, որպեսզի այդ քաղաքով պտտվեն։ Նման տարբեր խոսակցություններ կա։ Հիմա դա ես չեմ կարող ասել, ես որտեվ տեղում չեմ կարող։ Եթե իմանամ կոնկրետ գործունեություն կծեմ, դա պետք է զբաղվի իրավապահ մարմինները։ Հիմա իշխող ուժները իրականում իրավապահ մարմիններում իմ կարծիքով դի սաբոտաժի խնդիր չլինի, որտեվ նշանակվել են իշխող ուժի այսպես ասած հավատարիմ գործընկերներ, ու հավատարիմ ես վատ բանով նկատի չունեմ։ Ուրեմն իրենց թմի մարդիկ են, այսինքն 5-րդ շարասյունից չեն, նախկին իշխանությունից ժառանգված չեն, իրենց մարդիկ են, պետք է զբաղվեն, բայց այս մարդիկ աշխատում են, ես գումարը ծախսում են, եկեղեցու մասով, process ես չեմ տեսնում, ոչ մի հստակ գործողություն, եկեղեցին մնում է նույնը, կաթողիկոսը մնում է իր տեղում, այդ գործակալներ եթե կային, այդ գործակալները փաստորեն հանգիստ Հայաստանում աշխատում են։ Ու վերջի բանը, որ այս թեմայով ես բան չեմ, ինչ եմ ուզում ասեմ, Եվրամիությունը արևմտյան կողմը օգնելու են, իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանը բարդ իրավիճակում է իրականում, կան այսպես ասած ռևիզիոնիստ ուժեր, կա ռուսական ազդեցություն ու իրենք ամեն ինչ պետք է անեն, որ օգնեն, որ Հայաստանում այս process-ը գնա, որտեղ փաստացի այս պահին բացի քաղաքացիական պայմանագրի ուժից, այլ ուժ ցավոք, ու սա պատահական չի հավակնում Հայաստանում, ես նկատում եմ Հայաստանի իշխանության կողմ իշխանամետ, հաճախ ասում են պրոարևմտյան կամ պրոեվրոպական, բայց դա այդպես չեմ անվանի, դրանք Հայաստանի ինքնիշխանությամբ անկախությամբ հետաքրքրված ուժերն են, հավակնություն չունեն հաղթել ընտրությունը, դա պետք է օգնել ՔՊ-ին։ Ու նրանք դա անելու են, օգնելու են, այս լեգիտիմություն են հաղորդելու իշխող ուժին, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանում փաստորեն 8 տարի հետո հեղափոխությունից հետո այդ պրոռուսական ուժերը ոչ միայն խնդիր չեն ունեցել, այլ նաև ավելի են կոնսոլիդացվել, նոր մարդկանց են ներգրավել ու առնվազն լինելու են ընդդիմադիր գլխավոր ուժերը։ Պարոն Պետրոսյան, այս ընթացքում նաև արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որի հիման վրա քննչական կոմիտեում վարույթ է հարուցված եւ հետն էլ հասարակական կազմակերպություններն են իրենց հետաքննությունը տանում, ասենք Դանիել Իոաննիսյանը իր կազմակերպությամբ հավելյալ տեղեկություններ տվեց այդ թվում նաև մեր եթերում։ Եվ այս ֆոնին դուք նշում եք, որ Եվրոպան չի, որ մեզ ասելու է, թե ինչ անենք այս ռուսական ուժերի հետ, դա մեր որոշելիքն է, եվրոպացիները կարող են ասել ինչպես։ Հա, բայց քաղաքական որոշումը մերն է։ Մենք ինչ քաղաքական որոշման ուրվագիծ ենք տեսնում այս ամենում։ Ի վերջո այնպեսի տպավորություն է, որ
շատ լավ էլ կոմֆորտային պայման է, երբ մի կողմից քաղաքացիական պայմանագիրն է եւ այսպես կոչված ընդդիմությունն էլ այդ առաստաղից կախած այդ բռնցքամարտի այդ տանձի նման մի հատ ինչ որ անհասկանալի մի կոնգլոմերատ ու եւս 5 տարի գող կատու եւ քաչալ շան ականատեսնենք լինելու աղմուկ աղաղակ եւ զրո էֆեկտիվություն համեցեք Մերսի շատ բան հետախուզության հետ կապված հարցի համար իմ կարծիքով դա շատ կարևոր է ինչ եմ ուզում ասել այս սրա մասով իմ կարծիքով արտաքին հետախուզության ծառայության այդ հայտարարությունը բավականին թույլ էր իրականում ՀԿ-ների կողմից տված տեղեկատվությունը ավելի հստակ էր ես դա ավելի շատ կհամարեմ այսպես ասած մի գործողություն որ մենք գիտենք որ ինչ-որ բան կատարվում է մենք հետևում ենք բայց ես կարծում որ արտաքին հետախուզական ծառայությունը պետք է մի փոքր այլ գործառույթներ իրականացնի եւ հստակ աշխատանք քանի այդ հայտարարությունը չգիտեմ ում էր ուղված ասենք մեզ էր ուղված ժողովրդին իշխող ուժին էր ուղված այդ ռուսական ուժերին էր ուղված նպատակը որն է նման բաներ ասելու էլի օրինակ եթե ինչ-որ ինֆորմացիա կա այդ խորհրդակներով տվեք հիմա ոստիկան դեռ ասեցին չէ իրենք ասել են ոստիկանություն դա տեսել է դա ուղղակի քրեական քնչական ինչ-որ դե քրեական գործ է հարուցված ամենայն դեպս դրա հիման վրա հա դա լավ է բայց ես չեմ հասկանում դա ասելու օրինակ այսպես ասեմ արտաքին հետախուզության ինչ տարբերակներ կան չէ մարդկային հետախուզություն է այսինքն որ ֆիզիկապես մենք մարդիկ ունենք այլ երկրներում դրանք կարող են լինել մեր այսպես ասած միջոցներ կարող են լինել ներգրաված մարդիկ սիգնալային հետախուզություն կարող ինչ որ սարքել լսել եւ այլն դե արբանյակային մենք ունենք բայց ես չգիտեմ դա ինչքանով է կիրառվում հետախուզական նպատակով ու բաց աղբյուրներից հետախուզությունը շատ հետաքրքիր է ինչու ԱԾ-ն չի զբաղվում այս գործունեությամբ ու արտաքին հետախուզական ծառայությունն է սա ասում ԱԾ-ն ավելի շատ ռեսուրսներ եւ միջոցներ ունի հաստատ ու շատ տարակուսելի է ինչու ԱԾ-ից այս մասով ոչ մի տեղաշարժ չկա մյուսը եվրոպացիների մասով ես եվրոպացիներն ես կարող են խորհուրդներ տալ բան ես շատ նկատում եմ որ իրանք մեր տեղը չեն կարող որոշում կայացնել իրանք մեր տեղը մեր գործը չեն կարող անել հա իրանք ունակ մեծ բարձրան երկրները առնվազն 8 տարի է ասում են որ միջև լյուստրացիա չանեք ոչ մի բանը չեք կարող փոխել իրանք սա շատ հստակ ասում են միջ անխոնջ ասենք դա ասում են հիմա մեր մասով այդ ցավոք նույնիսկ արտաքին հետախուզական ծառայության ձևավորումից հետո հողի վրա ես չեմ տեսնում հստակ քայլեր այդ ռուսական ազդեցությունները Հայաստանում նվազեցնելու համար ես նման բան չեմ տեսնում հակառակը ես վտանգ եմ տեսնում այնքան է շահարկվել այս թեման որ պրոռուսական ուժերը Մոսկվայից գործողված գործակալները որ արդեն թեման թուլանում է ու իրական խոսակցությունը դառնում է վտանգավոր իսկ սա այդ օրինակներ կան նույնիսկ հեքիաթներում կան էլի որ մի բան ասվում ոչինչ չի արվում այդ ուղղությամբ թեման արժեզրկվում է ու այդ մարդիկ ովքեր դրանով զբաղվում են նույնքիպ շարունակում են զբաղվել հիմա ՔՊ-ն ամեն երկրորդ բառը այդ բառն է օգտագործում մինչդեռ ասեմ որ 19-20 թվականին երբ որ մենք դրա մասին բարձրաձայնում ենք մեզ ասում էին դավադրապաշտական տեսություններ եւ այլն ուրիշ կերպ փորձում էին այսպես ասած չեզոքացնել հիմա իրանք են խոսում բայց դեռ մենակ խոսում են ես ոչ մի հստակ գործողություն չեմ տեսնում ու ասում ավելի բարդ է լինելու շուտով այս ամեն ինչի մասին մարդկանց մոտ անհանգստություն առաջացնել որտեղ թեման շատ է շահարկվել արժեզրկվել առանց որևէ կոնկրետ գործողության ու ավելին երբ որ խորհրդական տույցներ կլինեն ու այդ ուժերը կգնան արդեն պարլամենտ իսկ այս պահին նրանցից երկուսը պարլամենտում չեն եղել իրանք երբ որ գնան պարլամենտ ավելի բարդ է լինելու արդեն այս թեմայից խոսալ ու մեծ գայարանները վտանգը զգալու գնալով թուլանալու են ու այդ հարցումներն էլ որ սոցիալական խնդիրներ բարեկեցություն բան դրանք իհարկե գնալով եւի կշատանան էլի
ու մենք կանք հայտնվենք մի հատ իրավիճակում, ոնց որ եղել ենք մեզ սպառնացող վտանգից առաջ։ Իսկ հիշեցնեմ, որ 94, 95, 96, 97 կային խոսակցություններ վտանգի մասին։ Բայց քայլել չեղան շարունակություն տեսանք։ Հիմա ես շատ եմ ուզում, որ մենք խուսափենք նման սցենարից, բայց մի բան հստակ է, այն աջակցությունը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հիմա ունի, ինքը դա էլ չի ունենալու 26-ից հետո, ընտրվելուց հետո։ 21 թվականին մենք հիշում ենք իրենք ոնց ընտրեցին, հիմա էլ հա պետք է օգտագործեն այս վտանգը ռուսական, հա այդ ասեն, որը իրական է, սա իրական է, բայց հստակ գործողություն է դառնով չի արվում։ Ու պետք է բանը ու հա ամերիկական կողմը, եվրոպական կողմը օգնելու են։ Իրանք օգնելու են ու այդ օգնությունը ազդում է։ Եթե մենք քաղաքացիներին հասնենք, իրանք ասում են, չամնա մեծ նվաճումը իշխանությունների ճանապարհները չի, ճանապարհներն էլ վատ տեղում չի, բայց անվտանգությունն է։ Ոստեղ ժողովուրդը Եվրոպայի, Ամերիկայի հետ կապած հստակ հասկանում են, որ նրանք մեզ օգնում են ու իշխանությունը տեղ դեր ունեն։ Բայց 26-ից հետո այս նույն միջոցները ԿՊ-ն չի կարողանալու օգտագործել իր հեղինակությունը պահելու համար ու ավտոմատ ինչ է տեղի ունենալու, ոչ թե բարձրանալու է այլ ուժերի հեղինակությունը, այլ բարձրանալու նրանց, ովքեր որ պարլամենտում են, այսինքն նրանք ովքեր կարող են իշխանությունը հավակնել, իրանց հավանականությունն է մեծանում իշխանության գալու, այլ ոչ թե նրանց, ովքեր որ օրինակ ճիշտ բաներ են ասում կամ արդար են կամ լավն են եւ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար հետևենք դեպքերի ընթացքին, նաեւ ձեր օգնությամբ ինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ, պարոն Վեբան, առայժմ։ Ստեսում։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Դավիթ Պետրոսյանի հետ Միացյալ Նահանգներից, Թեքսասից, նա Ջորջ Բուշի հանրային կառավարման կենտրոնում հետազոտող է եւ արտաքին եւ անվտանգային քաղաքականության Երևանյան կենտրոնի համահիմնադիր, լսեցինք իր դիտարկումները պատերազմի թե խաղաղության այս արտաքին հարթակներում, թե ներքաղաքական դաշտում խոսակցությունների, դրա իրական բովանդակության եւ նաեւ ռուսական հիբրիդային ներգործությանը դիմագրավելու մեր որակների, օրակարգերի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։